եւ կառավարությունը եւ ուրեմն մասնավոր ընկերությունները, ովքեր որ ունենք, եւ այդ բոլորը պիտի ակտիվ կարողանան իրենց տեղը գտնել աշխատելու մեջ, ես այս ամփոփիչ ասեմ, ինձ թվում է այդ այցը տեսչական այց էր, ինչ է պետք Ադրբեջանում ինչ են անելու, այստեղ պիտի համադրվի, չէ, եւ այլն, էլ այնպես որ սպասենք հետագա զարգացումներին, բայց փաստաթուղթը ուշադիր որ կարդաք հայ-ամերիկյան, այդ բոլոր նախատեսում է, մենք լայնորեն շարժվում ենք ապակա Թրամփի երթուղով, այդպես ասենք, բայց իհարկե դա հայկական է, Հայաստան է։ Ես ասեմ, որ այստեղ արևմտամետ, արևելամետ, այս մենք տխմարություններից պիտի խուսափենք, որտեղ մենք շահեր ունենք արևելքում, ոչ պակաս, ասենք Ղազախստան, Ուրան եւ այլն, հաց, ինչը, Ուզբեկստան եւ այլն, եւ արևելքում, եւ հյուսում, եւ հարավում եւ այլն։ Դրա համար ինչ է պետք։ Մեր քաղաքականությունը պիտի լինի Հայաստանակենտրոն։ Բառն ասեմ աշխարհում եք, մարդիկ շփոթում են։ Ուրեմն հայությունը հարգելով նաեւ իրենց ապրած երկեցության երկրների կարգ ու կանոնը, ամեն նորմալ հայ պիտի լինի հայամետ։ Բացատրելու կարիք չկա, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության տեսակետով բացառապես կարող է լինել Հայաստանակենտրոն։ Եթե դուք ես որտեղ գրում ենք մենք այս սկզբունքները, մնացած ում հետ իշքան ենք առաջ գնում, իշքան ենք հետ գալիս, ինքը մեխանիզմը մեզ կհուշի, պետք չի, եւ զգուշացնեմ, այդ որ ցեղասպանության այս հարցը կա, դա արդյունք է Այս շրջանում նույն մտածողությամբ, երբ էսպես էր կամ Թուրքիա, կամ Ռուսաստան, կամ Թուրքիա, կամ Ռուբեն Տեր-Մինասյանն ասում էր, սա աղետ է, մոտենում ես թուրքին ռուսն է խփում, մոտենում ես ռուսին թուրքն է խփում, ասում էր աղետ է, այդ գրքերը թափած է, պիտի կարդան, ոչ թե գոռան ճճան, դեպի Եվրոպա, կամ դեպի Ամերիկա, դեպի Բրազիլիա, Դրա համար ես իմ պայմանական խոսքն եմ ասում, մենք ուր ենք գնում, մենք ոչ մի տեղ չենք գնում, մենք բարձրանում ենք դեպի արարչագործություն եւ մեր տեղում ենք, այս քաղաքականությունը բերում իր լավագույն արդյունքները, իհարկե նաեւ պետք է նկատի ունենալ, որ կադրերը պիտի վարպետանան, մի օրում դա հնարավոր չի, չէ, էնել այստեղ մի ուրիշ հարց ունենք, որպես ազգ մենք խնդիր ունենք, շատ բաներ փլվել է, չէ, նախկին պատկերացումները մեր նախկին վիճակը պարզվել է ինչպիսի բանակ ունենք, ինչ գեներալ ունենք, ինչ չագերտավոր վերևում ընկածներ ունենք, որոնք կանցագողությունից ենգով ոչինչ չեն արել, չգիտեն, հիմա չգիտեն ինչ անեն, բացի ռսակոծությունը Ռուսաստանն էլ ինքը, մեկը լինի Ռուսաստանին օգնի, հիմա Ինչ է սա նշանում, սա նշանակում է, որ մեր կյանքի բոլոր ներքին եւ արտաքին ոլորտների վերաբերյալ մենք պետք է հետազոտություններ անենք, վերանայենք, ինչն է ճիշտ, ինչն է սխալ եւ մի նպատակով։ Այդ բոլորը պետք է գնահատվի բացառապես անկախ Հայաստանի պետական շահով։ Պետական շահով, ուրիշ ոչ մի բան։ Եթե մենք այս կվերցնենք մեթոդաբանությունը, մարդիկ խելք ունեն կգան լավ եզրակացությունների։ Մեր վերանայման արմատական խնդիր ունի Սպիրկով նաև Հայաստանի պատմաշինությունը։ Մենք այդ պատմագիտությունը չունենք։ Ինչքան ասենք, աղետները եկել է, տեսել ենք, չէ՞ մենք տեսել ենք միասին։ Քաղաքագիտությունը պետք է լինի բարձր զարգացման մակարդակի վրա։ Օրինակ կուզենայինք, որ ոչ թե գնան Ամերիկա քաղաքագետ, դոկտոր դառնան ամերիկյան շպիոն, ռուսական շպիոն որպես Այդ գիտելիքը բերեն այստեղ, փոխադարձ եւ այլն, հոգեբանությունը հիմա տեսեք հոգեբանական ինչ գիտության խնդիր կա։ Եվ այսպես որ շարունակ տեխնոլոգիական արվում է շատ քչից շատից ես բան չունեմ ասելու։ Պետական կառավարչական ապարատը պետք է բերվի խիստ արդիական բաների վրա, դրա համար որևէ պետության մոդելային իմաստով, մոդուլի իմաստով։ Այդ բանը պիտի վերցվի քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության, որպես մոդուլային կամ մոդելային Գերմանիան է, որի արդյունավետությունը հայտնի է։ Եվ մենք հիմնավորում ենք, որի մշակութային լինելը շատ հայտնի է։ Մենք օրինակ իմ հետաքրքրությունը Բավարիայի մոդելի վրա, ինչու՞ դա շատ մշակութային, տեխնոլոգիական եւ ավանդական է։ Ավանդակը տրադիցիոն հասարակություն է, բայց զարգացած այս սրանք եւ այսպես պիտի շարժվենք առաջ թե չէ մնացածը շատ բան պիտի վերանայենք ցեղասպանության ճանաչման չճանաչման հարցը հիմա
Ես դա շատ շուտ եմ ասել, գրել եմ նաև։ Այն եղածը ինչ է մեզ տալիս։ Իհարկե որոշ մարդկանց շատ բան է տալիս, կան գրասենյակներ, կան գումարներ, ներկայանալ, սպիտակ տուն, սև տուն եւ այլն։ Չէ, բայց հիմա մենք արդյունավետությունը պիտի նայենք ինչ կան զուգորդել Հայաստանի հետ, ինչ կան ոչ, որտեղ մեր պետությունը թույլ է։ Եթե դիտավորյալ մեկը օտարի հրահրումով ուզում է նորից Հայաստանի Հանրապետության ուսերին դնել մի բեռ, որի տակ պետք է ճկվի, դա չի լինելու։ Բայց մենք պետք է այսպես մասնագիտական աշխատանք արվի եւ այդ բոլորը նայվի, վերանայվի եւ այլն, ինչն է։ Այսինքն մենք պետք է վերականգնվենք պետականության նիշի տակ եւ պետականության համար։ Բարձր որ այնտեղ մենք ուժեղ ենք։ Ես դրա համար մեր իշխանության մի բան ունեմ ասել։ Ինչպես դուք եք ասում, եթե անմեղ են, ուրեմն իրենց մասին չենք խոսում, թող մարդիկ ապրեն եւ աշխատեն։ Ապրեն, բայց այսպես է։ Իշխանությունը հայտարարել է, որ ինքը 4-րդ հանրապետություն է ստեղծելու։ Ես կարող եմ քննադատում եմ, էլի, այստեղ աշխարհով մեկ լսեք քննադատում եմ։ Ասեմ հետո քննադատությունը բառաճելը չի էլի, որ արվում է։ Ասում եմ հետեւյալը, որ եթե մենք այդ հիմքերը չենք մաքրելու, էլի մնալու են այդ խութերը Հայաստանի Հանրապետությունը որպես 4-րդ հանրապետություն չի կայանալու, չի լինելու։ Դրա համար հանուն պետական շահի, հանուն մեր ժողովրդի ապագայի, հանուն սերունդների եւ այլն պիտի ուրեմն այդ հարցերը լուծվեն։ Մի նշանախոսով իրավաբանները անգիր գիտեն, եթե իրավագիտության մեջ օրենքի պատժիչ ֆունկցիան չի աշխատում, նա դառնում է խրախուսման միջոց։ Պատժիչ ֆունկցիան, այն չի որ պիտի պատժվեն խստագույնս, ովքեր մարդասպանության հրաման են տվել, ովքեր գողացել են, քցել են, բռնել են եւ այլն։ Եվ սեփականությունները պիտի պետականացվի, անպայման։ Պետական, այդպես պետք չի որ Բարագլուխների մասին է խոսքը, ես թույլ տվեք մի օրինակ ասեմ ու փակվենք, որովհետև մենք ունենք աշխարհում այդպիսի հաջողված մի երկիր, ինչպիսին Հարավային Կորեան է, հարավային, որ տեսեք մեքենաբան լիքն է, հիմա մենք բոլորս օգտվում ենք։ Ուրեմն ժամանակին Կիմ Դե Ջուն նախագահ, որը ընդդիմադիր էր, բայց այս ընդդիմադիրներից չէր, ոչ ցերույց էր, ոչ KGB-ից էր։ Ինքը եւ այլն եւ Գերմանիայում հետո կրթություն բաներ ստացել, երկրում ռեֆորմ արեց։ Նրանց տնտեսական միավորները չեբոլներ են կոչվում։ Չեբոլ, ասենք Hyundai, LG եւ այլն, լիքն են, չէ։ Ուրեմն ինչ արեցին։ Հեղափոխություն եղավ, հայտարարեցին, որ բարագլուխներին պատժելու են, ովքեր Կորեան վերածել էին նրան, ինչ որ Կորեան կար հեղափոխությունից առաջ։ Մնացածին տնտեսական ամնիստիա եւ այլն հայտարարեցին եւ հիմա կա այն Կորեան, ինչ որ կա։ Ես առաջարկել եմ ուշքի, ուրեմն վերակրկնել, ուրեմն Հարավային Կորեայի փորձը վերջը չեբոլների այդ պրակտիկան։ Եվ դա շատ հնարավոր է, բարագլուխները պիտի պատժվեն բոլոր նրանք, ովքեր հաջորդի հայացքը երկրից հառում են, կամ հյուսիս, կամ արևել, կամ անկախությունը եւ ազատությունը մեզ համար անձեռնմխելի է։ Դրա համար այն կուսակցությունները, որոնք այս կամ այն կերպ կմասնակցեն միացման կամ խեղաթյուրման, բաներով պիտի արգելվեն։ Կամ բարագլուխները պիտի պատժվեն, ոչ մեկին չպիտի թույլատրվի ընտրություններին մասնակցել, եւ վերջ, տեսականը սրանք ինչ է, սրա եղած ինչ է, որ չենք անում։